Ես էլ տեխնացու չեմ։ Պարոն Կարապետյան, Եվրոպայի կողմից աջակցության խոսքը եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից հավասար պայմաններ ստեղծելու մասին, այսպես խոսքը հավասար նժարների վրա պետք է դնել։ Գիտեք ինչ, մենք պետք է հայ ժողովրդի ասածները նժարի վրա դնենք։ Հիմա տարբեր երկրներ տարբեր հայտարարություններ են անում։ Դրանից մենք Հայաստանը եւ հայ ժողովուրդը ամեն օր տուժվում է։ Այսինքն ինչի համար մենք պետք է գնահատական տանք եվրոպական երկրների ղեկավարների հայտարարություններին, Ռուսաստանի ղեկավարների հայտարարությանը, մենք պետք է նշանակության տանք հայ ժողովրդի ընտրությանը։ Եվ պարոն Կարապետյան, հենց այս համատեքստում դատարանում եւ դատարանից դուրս ես նկատեցի, որ պարբերաբար նայում եք հեռախոս էկրանին, որտեղ ձեր թորնիկի լուսանկարն է։ Ինչ ապագա եք երազում ձեր թորնիկի համար։ Պայծառ ապագա։ Ինչպիսի Հայաստան։ Ուժեղ Հայաստանում։ Պարոն Կարապետյան, դուք ասում եք, որ ստացեք Սահմանադրական դատարանի որոշումը, դրանից հետո ձեր նպատակը Փաշինյանի հեռացումն է։ Չէ, մեր նպատակը ամեն օր է։ Այսօր էլ է, վաղն է։ Կա ձեր պլաններում Հիմա գիտեք ինչ։ Փողոցով ինչու, պարոն Կարապետյան։ Մենք պայքարելու ենք բոլոր օրինական ձևերով։ Ինչի կարիքը տվյալ պահին կլինի ու մենք գնահատենք, որ դրանով կունենանք հաջողություն, գնալու ենք այդ քայլին, բացառություն չկա։ Դիմադիր առաջնորդ դարձավ պարոն Կարապետյան, տեսեք, սպասում։ Դուք ուրիշ բանի սպասեք։ Պարոն Կարապետյան, եթե այդ Լավ բանի սպասեք։ Դիմադիր առաջնորդ չէ։ Դե էլ մենք տեսնենք կառավարություն ոնց կձևավորվի, նայենք, հետևենք, հետաքրքիր է։ դուք շարունակելու եք ներդրումները, պարոն Կարապետյան։ Իհարկե։ Հիմա ինչ ոլորտում եք ներդրումներ անում։ Շուտով ձեզ կհրավիրենք երկու շատ կարևոր ոլորտում Հայաստանի երևի ամենախոշոր հիմնարկները կբացենք, դուք էլ կտեսնեք, սա մեր երկիրն է, բացարձակ կապ չունի։ Փաշինյանը ընդամենը տուրիստ է։ Ինքը կա, չկա, մեզ համար նշանակություն չունի։ Մենք ամեն օր ամեն ինչ անելու ենք։ Քիչ էլի Հայաստանում ապրել։ Դե հիմա կտեսնենք։ Կարևոր ապագա է ով շատ կապը։ Նիկոլ Փաշինյանը Ծաղուկյանի Արարատ ցեմենտ է, կարծես ուզում խլի հերթու պետականացում է ընդդիմադիրների, այսպես ընկերությունները հիմա Նիկոլ Փաշինյանը ոչ մեկից ոչ մի բան չի կարողանալու խլի։ Ժամանակավոր ոգևորություն։ Հեծը խլելա։ Ասում վերցրեցին արդեն։ Դե վերցրեցին, գնացեք նայեք էցի վիճակը։ Վերցրել են, տեսեք ինչ է կատարվում հետում։ Խողովակներ են Ռոմանով Պետրոսյանը, եւ էլեկտրալարեր մեզ թողել։ Ինչ արել։ Խտած Բա էլեկտրալարեր։ պատկերացնում եք մեզ ինչ էին թողել, բա իրեն գիտեին մի հատ Mercedes-ա կանգնած նստելու են ու քշեն։ Դե տեսան ինչ էինք մենք ստացել, բայց մենք իրենց թողել էինք շատ նորմալ վիճակում։ Հիմա գնացեք նայեք։ Պարոն Կարապետյան, վերջում դիմեք ձեր ընտրողներին, որոնք սպասում են ինչ-որ քայլերի ձեզնից։ Մեր ընտրողները ուժեղ են, իրենց քայլը կանեն, երբ դրա կարիքը լինի, դուք մի կասկածեք։ Պարոն Կարապետյան, իսկ առանձին հարցազրույց հնարավոր է։ Իհարկե, չէ, մենք չունենք ընտրյալ Խոսենք ինձ հարցազրույց։ Բան պայման։ Եվ Պայմանավորվեք։